Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բլեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, կառավարությունը վերջապես երկար խոստացված այդ խոստումը կատարեց եւ բանակցային Արցախյան հակամարտության մասով բանակցային փաթեթներին վերաբերող մի շարք փաստաթղթեր են հրապարակվել։ Նախ ընդհանուր առմամբ դեռևս ես էլ չեմ ճիշտ ասած հասցրել ծանոթանալ այդ փաստաթղթերին, բայց ընդհանուր առմամբ ինչ կարող են տալ այդ փաստաթղթերը եւ արդյոք կարող են նոր լույս սփռել այդ տեղի ունեցած process-ների վրա եւ այդ բանակցային process-ները կարող են նոր լույսի ներքո ներկայացնել հանրությանը, որովհետեւ գիտեք այդ առումով շատ քիչ չեն շահարկումները, պարբերաբար միմյանց մեղադրում են, հատկապես նախկին նախագահները բոլոր սլաքները ուղղում էին Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ բանավեճի հրավերը դեռևս ակտուալ է։ Հիմա այս փաստաթղթերը ինչ կարող են տալ։ Շատ լավ է, որ հրապարակեցին, ես էլ դեռ ժամանակ բնականաբար չեմ ունեցել, որպեսզի ուսումնասիրեմ, միանշանակ ուսումնասիրելու եմ, կարծում եմ շատերն են ուսումնասիրելու, որովհետև իրականում այո կան միշտ բարձրաձայնվել են տարատեսակ հարցեր, մեղադրանքներ են բարձրաձայնվել փոխադարձ եւ ի վերջո այս հրապարակումը հնարավորություն կտա, փակել բոլոր մութ անկյունները, լուսաբանել բոլոր մութ անկյունները եւ եթե իդեպ առաջին, երկրորդ կամ երկրորդ նախագահի մոտ կան որոշ վերապահումներ այդ հրապարակված բանակցություններում, փաստաթղթերում որոշ տվյալների, դրույթների մասին, որովհետև կարծում եմ իրենք անպայման կասեն, որ սա ճիշտ չէ, սա սխալ է ներկայացված, ես կարծում եմ հենց կոնկրետ բուն փաստաթղթի շուրջ կարող են իրենք այդ բանավեճը օրինակ կազմակերպել։ Արդեն հնարավոր է այդ բանավեճը։ Արդեն հնարավոր է ավելի պրոդուկտիվ, օրինակ կոնկրետ ասեն, որ այս թվականի այս փաստաթուղթը ենթադրենք խեղաթյուրված է, մենք համաձայն չենք, իրականում ենթատեքստ կա, չգիտեմ, այլ փաստաթուղթ կա, որ չի հրապարակվել, ես արդեն փորձում եմ կանխորոշել, թե ինչ պատրվակներ իրեն կարող են բերել եւ մենք համաձայն չենք, խնդրեմ, համաձայն չենք, եկեք բանակցենք կոնկրետ այս փաստաթղթի շուրջ։ Բայց ես կարծում եմ, ի վերջո նաեւ հենց հայ հասարակությունը, հայ ժողովուրդը ի վերջո իրավունք ունի հասկանալու, թե այս Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտության շուրջ ինչ քննարկումներ են եղել, ինչ է տեղի ունեցել մեղրի հետ կապված, ինչ էր Քիվեստը, ինչ էր Կազանը, ինչ էին Մադրիդյան սկզբունքները, ինչ էր Միութենական պետությունը, միասնական պետությունը։ Ահագին հարցեր կան եւ թերևս չնայած միգուցե իրապես լավ տեղեկացված մարդու համար այնտեղ նորություն չլինի, որովհետև կարծում եմ, եթե ջանասիրաբար եւ անկողմնակալ հետևել ես, գուցե արդեն ամեն ինչ էլ պարզ է, բայց այնուամենայնիվ երկու արդեն հրապարակված, կարծում եմ այդտեղ նամակներ կլինեն նաեւ ուղղված նախագահներին, չգիտեմ, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, տարբեր տարիների Ելցինին, Պուտինին, մի խոսքով, եւ հետաքրքիր կլինի իհարկե, սա շատ կարեւոր է նաեւ կարդալ, ուսումնասիրել եւ դասեր քաղել, որովհետեւ այնտեղ եղել են դեպքեր շատ ժամանակ, որ մենք ասել ենք այո, Ադրբեջանն ասել է ոչ։ Իդեպ թե Հեյդար Ալիևն է ասել ոչ, թե Իլհամ Ալիևն է ասել ոչ, եւ հետեւաբար պետք է նաեւ ընդունենք եւ տեսնենք, թե արդյոք բանակցային գործընթացը գնալով յուրաքանչյուր առաջարկ ավելի պրո-հայկական էր դառնում, կամ պրո-արցախյան էր դառնում, կամ պրո-ադրբեջանական էր դառնում, կամ հակահայկական էր դառնում, այդ դա էլ է շատ կարևոր, այսինքն տենդենսը տեսնել, թե ուր էր գնում այդ տենդենսը։ Եվ այստեղ, երբ մենք տեսնենք, եւ ես վստահ եմ, որ մենք տեսնենք, որ կար տենդենս, որ յուրաքանչյուր բանակ առաջարկված փաստաթուղթ ավելի վատն էր, քան նախորդը, այստեղ արդեն հարցեր են առաջանում օրվա իշխանություններին, մասնավորապես երկրորդ եւ երրորդ նախագահներին, որ թե ինչու դուք ժամանակին չէիք բարձրաձայնում եւ չէիք բացահայտում այդ տենդենսը եւ ինչու չէիք ավելի անկեղծ խոսում հայ հասարակության հետ, այլ հակառակը։ Մեզ ամեն անգամ ասում են, որ ամեն ինչ լավ է, Ղարաբաղյան հարցը լուծված է, հարց չկա, Արցախը արդեն ինքնորոշվել է, մի խոսքով։ Մեղրին երբեք բանակցության առարկա չի եղել, այնինչ նաև այդ մասը կար։ Դա ամենակարևորը, որովհետև ես կարծում ընդհանրապես այդ մեղրի առաջարկը եղել է այն առաջին հանգամանքը, երբ հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղ-ադրբեջանական կոնֆլիկտը, ազգերի ինքնորոշման կոնֆլիկտը դարձավ տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այսինքն երբ մենք տարիներ շարունակ փորձել ենք ապացուցել միջազգային հանրությանը, որ Ղարաբաղը դա մեր ձնեստեր չէ, Աբխազիա չէ,
Հարավային Օսիա չէ, Կոսովո է հակառակը, որպեսզի չդիտարկվենք անջատողականների մեջ, սա ազգերի ինքնորոշման հարց է։ Ռոբերտ Քոչարյանը այդ մեղրի կարգավիճակը առաջ բերելով եւ համաձայնվելով եւ բանակցելով ազգերի ինքնորոշման սկզբունքը ստորադասեց եւ դա դարձրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճ, որովհետեւ խոսք էր գնում տարածքերի փոխանակման մասին։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից ինչ որ մի մաս նա պատրաստ էր փոխանցել Ադրբեջանի Հանրապետությանը եւ շատ կարեւոր ուսումնասիրել այդ բոլոր առաջարկները։ Եվ ամեն դեպքում, պարոն Բլեյան, այս փաստաթղթերի հրապարակումից հետո ինչ եք կարծում, նախկին նախագահները կարող են այդ առաջարկը ընդունել եւ գալ բովանդակային արդեն բանավեճ ունենալ, փոխարեն այդ ժողովրդական լեզվով ասած միմյանց վրա ցեղ շպրտելու փոխարեն գան եւ բովանդակային զրուցեն արդեն հրապարակված փաստաթղթերի շուրջ, թե կարծում եք այս իրենց այս մոտեցումը կշարունակվի։ Տրամաբանությունը հուշում է, որ այսպես թե այնպես իրենք պետք է արձագանքեն այդ ամենին, որովհետև ի վերջո նախընտրական շրջան ենք մտնում եւ թե երկրորդ թե երրորդ նախագահները այս կամ այն ձևաչափով մասնակցելու են խորհրդարանական ընտրությունների, ցավոք, որ մասնակցելու են, որ իրավունք են ունենալու մասնակցել այդ ընտրությունների, բայց այնուամենայնիվ հարցեր են հնչելու, լինելու են, եթե ոչ առաջին դեմքով, ապա իրենց տեղակալների, այլ ներկայացուցիչների, իրենց ուժերից, եւ այդ հարցերը հնչելու են թե դաշնակցությանը, թե հանրապետական կուսակցության մնացած կարկառուն դեմքերին, որոնց իրենք ստիպված պետք է լինեն պատասխանեն։ Եվ այդ պատասխանը իրենք սկզբից պետք է ստանան իրենց առաջնորդներից, Քոչարյանից եւ Սարգսյանից։ Թե ի վերջո ինչ է եղել այդ ամենը։ Պարոն Բլեյան, Բրյուսելում ընթանում է Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստը։ Երևանը եւ Բրյուսելը նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ են ստորագրել, որը ներառում է տնտեսական, անվտանգային, պաշտպանական բաղադրիչներ։ Դեռևս այս փաստաթուղթն էլ այդքան հրապարակային չի, բայց այնքանով որքանով ծանոթ ենք փաստաթղթին, ինչ կարող է դա տալ Հայաստանին եւ նաեւ Հայաստանի եվրոպական այս ուղուն։ Դա կարող է նախանշել հենց այդ եվրոպական ուղու առաջին քայլերն են, կարող ենք ասել, որ այդ իմաստով չկա այլ տարբերակ, այսինքն այլ ընտրանքներ կան, կա այլ ընտրանք մնալ Ռուսաստանի Դաշնության ուղեծրում եւ մենք արդեն տեսել ենք, թե դա ինչ արհավիրքների է բերում եւ ոչ միայն 20, 21, 22, 23 թվականներին տեսանք, դա տեսել ենք դեռ 20-րդ դարի սկզբից, դա դրանից առաջ էինք տեսել 10-րդ դարի վերջում, մյուս տարբերակը չեզոք մնալն է, ցավոք Հայաստանի Հանրապետությունը ունի այն ռեսուրսը, որպեսզի մնա չեզոք։ Եվ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի մի մաս է, եվրոպական քաղաքակրթության մի մասն է։ Հետևաբար ոչ թե մենք գնում ենք Եվրոպա, մենք վերադառնում ենք Եվրոպա, վերաձևակերպում ենք, որ այս տարածքը հարավ-արևելյան Եվրոպա է, հեռավոր հարավ-արևելյան Եվրոպա է։ Իդեպ երբ Վրաստանին շնորհվում էր այդ կարգավիճակը, իր տարածաշրջանը հենց այդպես էլ նշված էր։ Եթե Վրաստանը գտնվում է այդ տարածաշրջանում, ապա բնավ Հայաստանը նույնպես գտնվում է այս տարածաշրջանում։ Եվ ինչ կարող ենք հասկանալ նաև անվտանգային եւ պաշտպանական երաշխիքների տակ, պարոն Բլեյան, որովհետեւ այստեղ են Եվրամիության դիտորդները, մենք գիտենք, թե նրանք ինչ մեծ ազդեցություն են ունեցել խաղաղության կայացման ճանապարհին եւ այսպես շարունակ, բայց ինչ կարելի է հասկանալ, սա ավելի լայն է ենթադրում ընտրել։ Իհարկե, սա շատ ավելի համապարփակ թերևս համաձայնագիր է, շատ կարևոր է նաև որ այն նույնպես հրապարակվի, որ մենք նաև ժամանակ ունենանք ուսումնասիրել եւ մեր կարծիքը հայտնել, փորձել նաև աջակցել, խորհրդակցել եվրոպացիների հետ, իշխանության ներկայացուցիչների հետ, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, որպեսզի հայ-եվրոպական հարաբերությունները ավելի սերտանան եւ ինստիտուցիոնալ առումով սերտանճեն։ Այդ շատ է կարևոր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությունը ինստիտուցիոնալ առումով սերտաճեն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը դիտարկի իր բոլոր ռեֆորմները եվրոպական պրիզմայի ներքո, եվրոպական ստանդարտների պրիզմայի ներքո։ Դա կլինի կրթական ոլորտ, մշակութային ոլորտ, տարատեսակ առևտրային, հարկային ոլորտ, որովհետև ի վերջո դա արդեն տասնյակ տարիներ շարունակ գոյություն ունեցող կառույց է, ամենահաջողված տնտեսական, տնտեսաքաղաքական կառույց է, այնտեղ կան մեր չափ փոքր երկրներ, հա, այնտեղ կան երկրներ, որոնք չունեն ուրեմն սահման, ծովային ելք չունեն, եւ հետեւաբար իրենք շատ են հաջողել, եւ հետեւաբար մենք կարող ենք նաեւ այդ փորձի փոխանցումը կիրառել եւ տեսնել թե ինչպես անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենալով այս տարածաշրջանում այս 4 հարևաններին սարկանա, հարատևի։ Եվ այնտեղ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ հիբրիդային պատերազմի
համար, թեւս դա գուցե դա 12 միլիոն եվրո այո այդ ներդրումը ինչ կարող է նշանակել, այսինքն դա կարևոր, այսպես ասած, քայլ է։ Ես համարում եմ դա կարևոր է, բայց ես համարում եմ, որ դա բավարար չի լինի, որովհետեւ ես կարծում եմ, որ նույնիսկ առանց իրենց գումարի կամ բացի իրենց տրամադրած գումարից մենք ներսում նաև գործ ունենք անելու։ Օրինակ, պարոն Բլեյան, կուզենամ մանրամասնել։ Մայա Սանդուն, Մոլդովայի նախագահը դրա մասին խոսում է նաև հենց Կալասը Եվրամիությունից, խոսում է Ռուսաստանից եկող վտանգներից, հիբրիդային պատերազմի տեսքով։ Եվ իրենք խոսում են, զուգահեռներ են անցկացնում, թե այն ինչ տեղի ունեցավ Մոլդովայում տեղի ունենալու Հայաստանում, Մոլդովայի նախագահը ինքն է ասել, որ հաջորդ թիրախը լինելու է Հայաստանը։ Եվ դա տրամաբանական է, որովհետև հաջորդ ընտրությունները եւ եթե ենթադրենք Ռուսաստանը հասկանա, որ նա հնարավորություն չունի իշխանություն այստեղ ձևավորելու իր կամքով, ապա նա կարող է ընդդիմադիր այլընտրանքային իշխանություն ձևավորել իր կամքով, բայց դա նույնպես խնդրահարույց է։ Խոսքը չի գնում միայն այստեղ ամբողջական իշխանության մասին, որովհետև ընդդիմությունը դա նույնպես իշխանություն է։ Ընդդիմությունը դա այլընտրանքային իշխանություն է։ Իսկ կան ուժեր, որոնք հստակ այսպես ձեզ պարոն Բլեյան ուղղորդում ունեն արտաքին ուժերի կողմից։ Այդ ուժերը ճակատին գրած քայլում են, չեն էլ թաքցնում։ Մեր ձևով շարժումը, Մայր Հայաստան, ինչա կուսակցությունը, դաշինքը մի խոսքով։ Այն վաղաշաբաթում հայտնվեց այնտեղ հաղթանակ կա Արթուր Վանեցյանի, հայրենիքը ներողություն Արթուր Վանեցյանի, հաղթանակ դաշինքը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի կուսակցությունը, հայ հեղափոխական դաշնակցությունը, միգուցե մի քանի հոգու ես մոռացա, թող իրենք ինձ ներեն, որ իրենց չմատնանշեցի այդ պատվավոր ցուցակում, բայց իրենք բոլորը ոչ թե աշխատում են ինչ որ այլընտրանք են առաջարկում Հայաստանի Հանրապետության զարգացման, այլ իրանք կոնկրետ խոսում են Հայաստանի Հանրապետության կազմաքանդման հնարավորությունների մասին։ Բայց ամեն դեպքում տարօրինակ չէ նաև պարոն Բլեյան, որ այն ուժերը, որոնք հանդես են գալիս որպես այլընտրանք, որպես կանոն հիմնական անցողիկ շեմը չեն հաղթահարում, մենք դա տեսանք եւ Գյումրիում, եւ Վաղաշապատում, եւ հենց այդ սեգմենտն է կազմում գոնե ընդդիմություն։ Նկատի ունեմ այդ ռուսամետ սեգմենտը, որին դուք անվանում եք նաև։ Որովհետեւ ընտրություններն ազատ են, բայց արդար չեն։ Հասկանում եք, ահռելի գումարներ են իրենք ծախսում։ Եվ դժվար է մրցակցության մեջ մտնել այսպիսի գումարների հետ։ Տասնյակ, հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են իրենք ծախսում։ Այդ թվում հենց այսօր մեր ձևով շարժումը ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնում են միջազգային կազմակերպություններին գումար են վճարում, ինչ-որ հարցազրույցներ են տալիս, ցեխ են շպրտում, կեղծիքներ են տարածում Հայաստանի մասին, Հայաստանի անցյալի մասին, եղեռնի վերաբերյալ։ Մենք պետք է պատասխան տանք որպես պետություն այդ ամենին։ Գիտեք, դատապաշտպանները գալիս են, ձեռքը սեղանին են խփում ու դա մնում է անպատասխան։ Այստեղ ես խնդիրներ ունեմ։ Ես չեմ պատկերացնում, օրինակ, որևէ դատապաշտպան կարողանար նույն ոճով Միացյալ Նահանգներում հաթաթատար Դոնալդ Թրամփին եւ Միացյալ Նահանգների։ Իսկ ինչ պիտի անել, որ չի արվում, որովհետև իշխանություններից էլ օրինակ հակադարձում են, որ սա ժողովրդավարական երկիր է, մենք չենք կարող լռեցնել որևէ մեկին, բոլորը ազատ են եւ ազատ մրցակցային պայմաններ են, այսպես ասեմ։ Ազատ մրցակցային պայմաններ են, բայց ի վերջո այդ գումարները իրեն կարող են հետևել որտեղից են գալիս, ինչ ուղով են գալիս։ Մենք հո գիտենք, որ դրանք հիմնականում կեղտոտ փողեր են։ Մեզնից գողացված ռուսներից գողացված կեղտոտ փողեր են։ Ինչի Ռուսաստանում այլ կերպ հնարավոր է այդքան շատ գումար վաստակել։ Այսօք Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ կարելի է օրինական ճանապարհով այդքան մեծ գումար, ես չեմ ասում հնարավոր չէ, բայց այդքան ահռելի, այն էլ 90-ականներին սկսած այդքան գումարներ վաստակել։ Իհարկե ոչ։ Քաղաքականություն մտնելու մոտիվացիան ամեն դեպքում Սամվել Կարապետյանի մոտ դա ո՞րն էր։ Մեր ձևով շարժման մոտ իշխանության գալն է, թե իրենք ինչ նպատակ են հետապնդում։ Հրամանը ստացել չի կարողացել ասել ոչ։ Ռուբեն Վարդանյանն ինչու թողեց այդ ամեն ինչը եւ մտավ քաղաքականություն։ Հրաման ստացավ, չասաց ոչ կամ չկարողացավ ասել ոչ։ Այսինքն ստիպված ինչ-որ։ Ստիպված։ Բայց Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ արդեն 10,000 մարդ է իրենց միացել ամենատարբեր մարզերում, համայնքներում իրենք գրասենյակներ են բացում եւ ցույց են տալիս, թե ինչ բազմամարդ է անցնում այդ գրասենյակներում բացումները։ Սա ինչի մասին են այս թվերը եւ արդյոք այս թվերով փորձում է ինչ-որ բան ցույց տալ Նարեկ Կարապետյանը։ Հնարավոր չի 10,000 այդքան գումար ունենալով մարդը մի քանի միլիարդ դոլար գումար ունի։
նա չի կարողանա 10,000 հոգու հավաքագրել, դեռ եղածն ինչ է։ Դա շատ հեշտ է։ Եվ ի վերջո նաև որոշ մարդիկ էլ մտածում են, նայում են Սամվել Կարապետյանին, ասում են դե մարդը փող է գողացել, ինչ անենք, ռուսներից է գողացել, ո մեզնից չի գողացել։ Եթե օրինակ համեմատում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, միգուցե որոշ մարդիկ հասկանան, որ այ չէ, Սամվել Կարապետյանն ուրիշ է։ Բայց ես ուզում եմ դիմել հենց այս հիմա բոլոր այն համակարգացիներին, ովքեր մտածում են, որ Սամվել Կարապետյանն ու Նարեկ Կարապետյանը իրենց ուրիշ է, իրենք ավելի վատն են։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պարգևը մենք արդեն գիտենք, թե իրենք ինչին են ընդունակ։ Մենք տեսել ենք, մենք ապրել ենք այդ ամենի միջով։ Իրեն մենք նոր ենք ճանաչում։ Եվ սա այն մարդն է, ով այս ամբողջ տարիների ընթացքում կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի կողքին, կանգնած է եղել Սերժ Սարգսյանի կողքը եւ միշտ ամենչով աջակցել է իրենց։ Դեպ քիչ չեն նաև այսպես տողատակում հորդորները եւ կամ այսպես զգուշացումները, որ սպասեք մինչեւ 2026 թվականի ընտրություններ, հետո կգանք, կհաղթենք ու կտեսնեք, այդ կտեսնեքի առումով ինչ հասկանալ, այսինքն։ Ես հիշում եմ, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, թե ինչպիսի քաղաքական հետապնդումներ սկսեցին հայոց համազգային շարժման ներկայացուցիչների դեմ։ Եվ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ ասում էր, այ ես եկել եմ փոխելու եւ այլն, բայց իրականում ավելի վատը դարձրեց։ Հիմա իրենք նույնն են ուզում անել, որովհետեւ մենք մի իրավիճակում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի զարգացում։ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի խաղաղություն։ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի ել ավելի կատարելագործված ժողովրդավարություն։ Իսկ զարգացում, խաղաղություն եւ ժողովրդավարությունը հակոտնյա են իրենց ընդհանրապես մտահորիզոնների հնարավորություններին եւ իրենց տերերի ցանկություններին, որովհետեւ որտեղ կան այդ երեք սկզբունքները, այնտեղ չկա Ռուսաստան։ Եվ հակառակը, որտեղ չկա զարգացում, մարդու իրավունքների հարգանք չկա, ոտնահարում է, որտեղ կա քաոս, որտեղ կան կրակային օջախներ, պատերազմ, այնտեղ ամենտեղ կա Ռուսաստանի դաշնություն։ Ու հիմնականում, չեմ ասում ամբողջ աշխարհում, բայց հիմնականը որ քարտեզը բացեք կտեսնեք։ Եվ ամենակարևոր սեգմենտին գանք նաև պարոն Բլեյան, եկեղեցու վերնախավը, որոնք սատարում էին ինչպես նախկինում բազմիցս արտահայտվել են Ռոբերտ Քոչարյանին իրենց պետք է տղամարդ առաջնորդ, հիմա նաև մեր ձևով շարժմանը, գիտեք, պարբերաբար Գարեգին բն ընդունում էր նրանց, օրհնում էր, հիմա էլ Կիրակնորյա այսպես աղոթքներում միշտ հիշում է Սամվել Կարապետյանին, աղոթում նրան համար։ Ինչպես հասկանալ նաև այս քայլերը։ Մենք կարող ենք ասել, որ եկեղեցու վերնախավը հստակ հիբրիդային տրամաբանության մեջ է մտել եւ այդ մարտագլխիկներից մեկն է, ինչպես միշտ ասվում է այդ մասին։ Ինձ հետաքրքիր է, ես կուզենայի օրինակ կաթողիկոսի մայստեղ ներկա լիներ եւ ես իրեն հարցնեի։ Օրինակ Լևոն Հարապետյանի համար ինչու չէիք աղոթում, ինչու չէիք բարձրաձայնում ձեր ձայները, որ նա սպանվում էր ռուսաստանյան բանտում, ձեզ գումար չէր տվել դրա համար։ Միգուցե տվել էր, ես չգիտեմ, հիմա տվյալների չեմ տիրապետում, բայց մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը ահռելի գումարներ է փոխանցել եկեղեցուն։ Դե հա նկարել։ Գարեգին բային, այո, սրբադասվել է իր կնոջ հետ։ Հասկանում եք, ես չգիտեմ, ես կարծում եմ Գարեգին բայի յուրաքանչյուր օր իր պաշտոնում մնալը դա ապտակ է եւ խայտարակություն ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու համար, Հայաստանի Հանրապետության համար, հավատավորների համար, հայ ժողովրդի համար, այդ դիվանապետի իր պաշտոնին մնալը յուրաքանչյուրը խայտարակությունը եւ ապտակ է նաեւ Գարեգին բայի համար եւ այդ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, հայ առաքելական եկեղեցու համար եւ ես վստահ եմ իրենք գնալու են, ժամանակի հարց է, բայց ես կարծում եմ, որ իրենց գնալով չպետք է վերջանա եկեղեցու բարեփոխումը, որովհետեւ այնպես չէ, որ բոլոր եպիսկոպոսները այնքան մաքրամաքուր են եւ սուրբ են։ Ես կարծում եմ ամբողջապես պետք է հայ առաքելական եկեղեցին իր սահմանությունից սկսած ամբողջությամբ պետք է բարեփոխվի, որպեսզի հայ քաղաքացին, ընդհանրապես հայաստանցին մտնելով հայ առաքելական եկեղեցի իմանա, որ իր դեմ նորմալ մարդ է, որ իրեն նայում են ոչ թե որպես թե ինչքան ես տալու ինձ, այլ նայում են որպես դու հարց ունես, ինչով կարող եմ քեզ օգնել, ինչ խնդիր ունես, դու դրա համար ես եկել այստեղ։ Գումար չունես, ոչինչ, ծեսը կկատարենք։
կունենաս, կբերես կտաս, չես ունենա ոչինչ։ Հանգանակություն կա։ Ոչ։ Հիմա մենք մեզ նայում են ձեռքիդ։ Ինչքան, ոնց, ինչ։ Սա այդքան արժի, նա այնքան արժի, մենք չգիտենք ինչու։ Ամեն դեպքում դուք էլ ճիշտ նշեցիք, պարոն Բլեյան, ձեր խոսքում, որ կարծես թե հաշված օրեր են մնացել եւ Գայգին բի մնալը, այսպես ասած, լավ տեղ չի տանում, բայց մենք տեսնում ենք, որ որքան էլ օղակը սեղմվել է, եպիսկոպոսների հայտնի հայտարարությունը կա եւ պահանջը, բայց Գայգին բն չի շտապում հեռանալ, ինչի է սպասում, ում է սպասում, նաեւ այստեղից հարց ինչու է պահում Աշակ դիվանապետին, Սրբազանին, այսպես ասած, մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ամեն դեպքում այդ կախումը նաեւ Աշակ Խաչատրյանից որն է, որովհետև եպիսկոպոսների իմբոստությունը ըստ էության առաջացել է նրանից հետո, երբ պահանջել էին հեռացնել Աշակ Խաչատրյանին, կաթողիկոսն ասել էր մայրաթորը կկործանվի, եթե նա հեռանա։ Հիմա այդ կապը նաև Աշակ Խաչատրյանի հետ կախումը որտեղ է, ինչից է վախենում։ Կարելի է ենթադրել օրինակ, որ իր աջ ձեռքն է, իր վարչապետն է հայ առաքելական եկեղեցում, հա, այդ բոլոր սև գործերի երևի թե իր գործադիր տնօրենն է, եւ հետեւաբար մեծ կախում ունի։ Միգուցե Աշակը հենց այն մարդն է, ով ամեն ինչը take care անում էլի եկեղեցիում Գարգին բի համար։ Եվ նա խնդիր ունի, եւ մտածում է, որ հաջորդը եթե դիվանապետին կորցես, հաջորդը ինքն է լինելու։ Այսինքն մեկը մյուսից կարճելով փորձում են փրկել կամ երկարացնել այն, ինչ անխուսափելի է։ Որտեւ հակառակ ախր այլ անտրանք չկա։ Հնարավոր չէ դրանից հետո նա կաթողիկոս մնա։ Նա կաթողիկոս չի այլևս։ Ես չեմ համարում իրեն ամենայն հայոց կաթողիկոս։ Ամենայն նշանակում է բոլոր հայերի։ Ինչն է ինքն է բոլոր հայերի կաթողիկոսն է։ Քանի հոգի են իրեն ճանաչում որպես կաթողիկոս։ Չէ, նա պետք է հեռանա, այլ տարբերակ չունի եւ եթե նա մի փոքր մտածում է հայ առաքելական եկեղեցու մասին, նա պետք է օր առաջ հրաժարվի եւ գնա։ Ընդ որում գնալով այնպես գնա, որ իր հետ էլ տանի բոլոր իր նմաններին։ Քիչ չան խոսակցությունները, պարոն Բլեյան, որ ամեն դեպքում ժամանակ են շահելու մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ։ Դուք ինչ եք կարծում, process-ը այդքան կերկարի, որ Գայգին բն հնարավորություն ունենա սպասել 26 թվականի արդյունքներին եւ նոր որոշում կայացնել։ Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա միջև այդ, բայց ես հավատում եմ, որ նա հավատում է, որ կարող է փորձել ձգել միջև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ տեսնեն մեկ էլ տեսար քաղաքական կոնյունկտուրան այնպես փոխվի հոգուտ իրեն, որ նա կկարողանա շարունակել, վայելել եւ կեղեքել հայ առաքելական եկեղեցին եւ թերապես հավատավորի միտքն ու հոգին։ Դրանով էր նա զբաղված եղել այս տասնյակ տարիների ընթացքում։ Կանանավայրից նաև այսպես կոչ են հղում պարբերաբար Աջապահյանը եւ Գալստայնյանը, հիմա էլ հորդորում են կարգալույց անել այն 10 եպիսկոպոսներին, որոնք իրենց նաև հուդա են անվանում նրանց վարչապետի հետ հանդիպելու համար իդեպ եւ նաև այդ հայտնի հայտարարության համար։ Եվ նաև խոսակցություններ կան, օրինակ նման առաջարկ կար աչքովս ընկավ, որ Գարեգին բն հեռանալուց առաջ լավ կանի այդ կաթողիկոսական գահը փոխանցի Աջապահյանին, որպեսզի էլի մայրաթորը փրկեն իրենց բարերով ասած։ Հիմա ինչպես հասկանալ այս խոսակցությունները։ Եթե օրինակ այդ եպիսկոպոսները, ովքեր հիմա բանտում են, սպասում են դատական իրենց գործընթացին, եթե իրենք իսկապես լինեին հավատավոր, իրենք ոչ թե հայտարարություն կտարածեին, որ այդ 10 եպիսկոպոսներին պետք է կարգալույց անել, այլ իրենք աղոթք կանեին։ Օրինակ, եթե իրենք հավատում են, որ այդ 10 եպիսկոպոսները դարձել են հուդա, իրենք կաղոթեին իրենց համար։ Իրենք ասեին, որ մենք այստեղից աղոթում ենք ձեր համար, դուք շարունակում եք մեր եղբայրները լինել, Աստված մենք խնդրում ենք Աստծուց ներել ձեր մեղքերը, չկա այդ խոսույթը, հասկանում եք։ Եկեղեցականի խոսույթը չկա, հակառակը։ Հանցագործի պես են իրենց պահում։ Իրենց բառամթերքը, իրենց ամբողջ կերպարը, իրենք կիլոմետրերով հեռու են հայ, թերապես քրիստոնեությունից։ Աստվածաշնչից էլ կարծես թե պարոն Բլեյան։ Աստվածաշնչից էլ նույնպես։ Իրենք պետք է հայտարարեին, ասեն դուք բոլորդ մեր եղբայրներն եք, մեր քույրերն եք, Նիկոլ ջան, Լևոն ջան, Ռոբերտ ջան, Սերժ ջան, բոլորդ էլ մեղավոր եք, մենք էլ ենք մեղավոր, մենք միասին Աստված Հիսուս Քրիստոս, չկա այդ խոսույթը։ Չկա, հակառակը։ Դու լավն ես, դու քպական ես, քեզ չենք մկրտում, դու չես կարող մտնել եկեղեցի, հայտարարություն է։ Ո՞նց են իրենք պատկերացնում։ Մնում եմ մտել եկեղեցիների դեմ, մի հատ ինչ-որ տես բան դնեն, որ այցեքարտով կարողանաս մտնել, կանաչը թույլատրվում է, կարմիրը քպական ես կամ, չգիտեմ, ժողովրդավարական ուժ ես, դու չես կարող մտնել։ Գժանոց հոչի։
Քաղաքականացրել են, այսինքն եկեղեցու վերնախավը, այսպես ասած, եկեղեցին դարձրել է քաղաքական միավոր։ Դարձել են, այո, դարձել են պսևդո կուսակցություն։ Իսկ այդ առումով խոսակցությունները քիչ չեն, պարոն Բլեյան, որ կարող են ուղիղ մտնել քաղաքականության մեջ կամ հորդորում են, մինչ այդ գիտեիք առաջադրում էին Գալստանյանին, հետո Աջապահյանին, հիմա կաթողիկոսին են փորձում երբեմն նման շոշուկներ տարածել։ Նորմալ է, որ նրանց ընկալում են նաև որպես քաղաքական դերակատարներ եւ վարչապետի դեմ պայքարի առումով ասում են, այ կաթողիկոսի դեմքով կներկայանան արդեն։ Թերևս ավելի ազնիվ կլիներ իրենց համար, որպեսզի այդ վեղարները հանեին եւ զբաղվեին քաղաքականությամբ։ Բայց այստեղ քանի անգամ ձեր տաղավարում խոսել ենք այդ իրավաքաղաքական գնահատականի կարևորությունից, որ եթե տրվի այդպիսի իրավաքաղաքական գնահատական, իրենք նույնպես կընկնեն այդ գնահատականի տակ եւ կզրկվեն քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Եվ այդ ժամանակ մենք կտեսնենք շատ ավելի առողջ խորհրդարանական ընտրությունների ընթացակարգ, բանավեճեր, քննարկումներ, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված հանրային քննարկումներ, այս է կարևոր։ Եվ իրենք էլ բոլորը ինչ պետք է ասեն։ Իրենք հասկանան, որ խաղաքարտ չունեն այլևս։ Դոնալդ Թրամփի սիրած արտահայտությունն է, քարտերը պետք է իրենց ձեռքից վերցնել, խաղաքարտերը, որովհետև այդ խաղաքարտերը իրենք գողացել են հայ ժողովրդի ձեռքից։ Եվ նաև մենք տեսանք Գյումրիում նրանց հայտարարությունները, Վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ նրանց հայտարարությունները, պարոն Բլեյան, ինչ է կարծում 2026 թվականին նույն ջանքով ու եռանդով փորձել են այդպես ուղղորդել ընտրողներին, օրինակ Կալանավայրից Աջապահյանը, Գալստանյանը, ես հիշում եմ Վաղաշաբաթում հորդորում էին ժողովրդին, որ ընտրել ցանկացած ընդդիմադիր ուժի, բայց չընտրել իրենց բարերով, եթե ասեմ, իշխանությանը այս խունտային։ Դե իհարկե, ամեն ինչ անելու են եւ ցավալին այն է, որ այո, Վաղաշաբաթում իրենք չանցան, բայց իրենք գրավեցին նաև ընդդիմադիր հատվածը։ Եվ հիմա Վաղաշաբաթի համայնքապետարանի մի մասը օկուպացված է ռուսական ուժերի կողմից։ Ես դա այդպես եմ դիտարկում։ Եվ ամենակարևոր հարցերից մեկը Արշակ Խաչատրյանը, որը երեք ասուլիս էր հրավիրել ու շատ ուշագրավ հայտարարություններ արեց, պարոն Բլեյան, մի քիչ կարելի է անգամ հանկարծից կարկալուց չանեք, թե չէ ավելի վատ բաներ կսկսեմ անել։ Հիմա սա մտածելու տեղիք է տալիս, ասում են, եթե կարկալույց անեն, հենա բոլոր հիմքերը կունենամ, ավելի շատ անել են, ինչ անում եմ։ Ինչպես հասկանալ նաև դիվանապետի այս մտահոգությունները։ Իրականում, եթե դու կարկալուց ես դառնում, դու արդեն ազատորեն կարաս անես այն ամենը եւ մի բան էլ ավելին, ինչ ուզում ես արա, ում հետ ուզում ես արա, փոխադարձ համաձայնությամբ դու իրավունք ունես, ինչ ուզում ես անես, քո սերի նմանի հետ էլ ինչ ուզում ես արա, մենակ թե գհելի գնա։ Այդ ժամանակ դու արդեն իրավունք ունես, ու էլ ոչ ոք իրավունք չի ունենա քեզ հարցնի։ Ես հիշում եմ իլերագրող հարցնում էր, թե դուք բան ունեք, ասելու թե չէ, նա ասում է դա անձնական հարց է, դուք չեք կարող, ոչ մեկ իրավունք ունեն քեզ այդպեսի հարց տալ։ Այ եթե դու կարկալուց լինես, այդ ժամանակ ես իրավունք չունեմ արդեն գամ քեզ անձնական հարցեր տալ։ Բայց քանի դեռ դու այդ պաշտոնին ես եւ հարցեր կան, տեսանյութեր կան, ես իրավունք ունեմ քեզ այդ հարցերն ուղղելու։ Բայց հետո խնդրեմ։ Ում ես, ինչ կողմնորոշում ունես, ոչ ոքի գործը չէ։ Ռուսաստանից ենք մենք մտահոգություններ լսում պարբերաբար, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր սրբությունների հետ, ինչպես ենք վերաբերվում Մայրաթորին, եկեղեցուն ու այսպես շարունակ, ինչպես հասկանալ այս հայտարարությունները, երբ հատկապես Զախարովան չի մոռանում ամեն շաբաթյա ռեժիմով կարծես թե այսպես քուն ու դադարը կորցրել է ու միայն հայ եկեղեցու հարցն ու խնդիրն է, որ իրեն մտահոգում է։ Թե որովհետև դա իրանց հիբրիդային պատերազմի գործիքակազմերից մեկն է։ Դա իրենց գործիքն է։ Եվ դա իրենք ոչ միայն Հայաստանում են փորձել օգտագործել, փորձում օգտագործում, իրենք փորձել են օգտագործել եվրոպական երկրներում, արևելյան Եվրոպայի երկրներում։ Բայց ինչու են իրանք այդքան պարտադրում, օրինակ Ուկրաինայի այդ քննարկումներում, որ ռուս ուղղափառ եկեղեցին նորից գրանցում ստանա Ուկրաինայում եւ այլն։ Պայմաններից մեկն է։ Վայ ինչ, իրանք այդքան հավատավոր դարձան, հա։ Ոչ, որտեվ իրանք հասկանում են, որ հոգեվոր այդ ազդակներով շատ ավելի հեշտ է գնալ եւ յուրաքանչյուրի դուրը թակել, տան դուրը թակել եւ փորձել ազդել մարդու ուղի վրա, հոգեբանության վրա։ Սա է իրենց ցանկությունը։ Կամ ռուսաց լեզվին կարգավիճակ տրվի Ուկրաինայում, ինչ են պահանջում։ Ինչու օրինակ մեր վարորդական իրավունքները չեն ճանաչում, ասես պետք է ռուսաց լեզուն այստեղ կարգավիճակ տակ պաշտոնական լեզվի։ Չհասկանանք, Եվրասիական տնտեսական միությունը պետք է հավասար լինի, բայց ինչ չեք պահանջում, որ ղազախերենը լինի պետական լեզու, բելարուսերենը լինի պետական լեզու, ղրղզերենը լինի պետական լեզու։
պատկերացնեք Եվրամիության անդամ երկրների մեջ այդպիսի խնդիրներ լինեն։ Պարոն Բլեյան, Նիդերլանդերից մեկը գնա Ֆրանսիա, Ֆրանսիայում ասեն չենք ճանաչում։ Ֆրանսերենը պետք է լինի ձեր մոտ պաշտոնական լեզու։ Ճիշտ ֆրանսերեն դիվանագիտական լեզու է համարվում Եվրոպական միությունում։ Նաև ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի ժամանակ Բիշքեքում Վլադիմիր Պուտինը հետաքրքիր, եթե կարելի է այսպես ասել, հայտարարություններ են անում հատկապես Հայաստանի մասով, որ իրենք նորմալ են վերաբերվում նրան, որ հայ գործընկերները չեն մասնակցում տևական ժամանակի այդ ֆորմատն են ընտրել։ Նաև ասում են, որ հայ գործընկերները կիսում են իրենց ռազմավարությունը, զարգացման հեռանկարները, մոտեցումները բոլոր։ Ինչի մասին է այս հայտարարությունը այն դեպքում, երբ մենք գիտենք անգամ սպառնում են, որ եթե այդ հավելավճարները մինչև դեկտեմբերի 31-ը չվճարեն, ապա անցնելու են պատժամիջոցների, այսինքն մի կողմից գիտեն, որ հայկական կողմը որևէ մասնակցություն չունի, ինչպես այստեղից են նշում, սառեցվել է այդ անդամակցությունը, մյուս կողմից Վլադիմիր Պուտինը նշում է, որ այո, իրենք հաշտ են այդ վիճակի հետ, կարևորը կիսում են իրենց ռազմավարությունը եւ այսպես ապագայի մասով տեսլականները ՀԱՊԿ-ի առումով։ Երանի դեկտեմբերի 31-ին իրենք որոշեին, որ դուրս են հանում Հայաստանը ՀԱՊԿ-ից, ես միայն ուրախ կլինեի, ես թերահավատ եմ, որ իրենք կգնան նման որոշման, կա օրինակ Ուզբեկստանի փորձը, որը եւ չէր մասնակցում այդ տարատեսակ քննարկումների նիստերին, բայց ոչ էլ ստորագրում էր։ Մենք օրինակ ստորագրում ենք։ Ուզբեկստանը իր ՀԱՊԿ անդամ լինելով հանդերձ սկսում էր խոչընդոտել արդեն իրենց աշխատանքին եւ իրենք հանեցին Ուզբեկստանին։ Բայց այս պարագայում մենք ամեն ինչի հետ համաձայն ենք, ինչ ուզում եք արեք, ստորագրեք, մենք էլ ստորագրում ենք, մենք օքեյ ենք։ Մեզ չի վերաբերվում, մենք համաձայն ենք։ Դե իրենք էլ ուզում են ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է, մանավանդ Վլադիմիր Պուտինն էր խոսում հենց դրանից, որ խնդիր չկա, նորմալ է, գիտեք, ինքը միշտ էլ հենց այդպես էլ ասել է, երբ ինչ-որ միտեղ խնդիր կա, հիմնականում նա այդ խնդիրը ստորադասում է, նվազեցնում է դրա կարևորությունը եւ ասում է խնդիր չկա, նորմալ է, մեր ընկերներն են, մեր եղբայրներն են, իրենք ՀԱՊԿ անդամ են, ուղղակի չեն մասնակցում, հետո կմասնակցեն։ Ես ի վերջո ես հույս ունեմ, որ մինչև 26 թվականը մենք դե յուրե նաեւ դուրս կգանք ՀԱՊԿ-ից։ Անիմաստ է մեր այնտեղ մնալը։ Իսկ ինչ է կարծում, դա հնարավոր է միջև խորհրդարանական ընտրություններ, թե այդ առումով էլ փորձում է օրինակ իշխանությունը ժամանակ շահել եւ միայն խորհրդարանական ընտրություններից հետո գնալ այդ քայլին։ Դա իր մեջ նաեւ ռիսկեր չունի, պարոն Բլեյան։ Գիտեք, ռիսկեր կան, ես հիշում եմ, երբ մենք ասում էինք ակցիաներ էին կազմակերպում դուրս գալ ՀԱՊԿ-ից, մեզ միշտ վախեցնում են, փա ինչ ռիսկեր, եւ մենք միշտ հակադարձում ենք, իսկ դուք մտածել եք, թե ինչ հնարավորություններ կլինեն ՀԱՊԿ-ից դուրս գալու հետո։ Եվ երբ մենք սառեցրեցինք, արդեն պետությունը, իշխանությունը սառեցրեց մեր անդամակցությունը, մենք տեսանք արդեն սպառազինություն, ֆրանսիական, հնդկական համագործակցություն ամերիկացիների հետ, հույների հետ, մնացածների հետ, այսինքն մենք տեսանք դրա օգուտները։ Եվ որքան ես եմ հասկանում, իշխանությունը այս պայն կարծես թե չունի որևէ շարժառիթ կամ որևէ օգուտ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար եւ սպասում է շատ կարեւոր մի ինչ-որ հնարավորության, որը պատեհ կլինի այդ։ Օրինակ հունվարի 1-ին վարչապետի ուղերձի ժամանակ նա հայտարարեր, որ հունվարի 1-ից մենք այլևս ՀԱՊԿ անդամ չենք։ Դա շատ լավ նվեր կլիներ հայաստանցիներից։ Եվ նաև հիբրիդային տրամաբանության մասին մենք խոսեցինք, պարոն Բլեյան, գիտեք, վերջին շրջանում քիչ չեն տարբեր էսպես կասկածելի ինչ-որ կայքերում այն ինֆորմացիաները, որոնք կապված են վարչապետի տիկնոջ հետ, իբրև թե տարբեր էլի օֆշորներ ունենալ չունենալու հետ կապված, տարբեր գույքի հետ կապված, բարբերաբար մամուլում հայտնվում է տեղեկատվություն, թե 888 սուպերմարկետը պատկանում է Աննա Հակոբյանին, վարչապետի տիկնոջը, բազմիցս Աննա Հակոբյանը անձամբ հերքել է, անգամ ասել է, որ բոյկոտ են եւ առևտուր չանեն։ Այսօր էլ այդ մասով գրառում արեց, անգամ հորդորում է, որ բոյկոտ են եւ առևտուր չանեն, բայց շարունակվում են նման հրապարակումները։ Սրանք նույնպես հիբրիդային տրամաբանության մեջ են եւ ինչ խնդիր են լուծում, ինչ նպատակ են հետապնդում։ Նպատակը այն է, որ ցույց տան, որ բան չի փոխվել, որ նույնն է, որ իրենք ինչ են ասում։ Ասում են, այս իշխանությունն ավելի շատ է ուտում։ Ավելի շատ են գրփում։ Կոռուպցիան աճել է եւ այլն։ Մենք չենք ասում, որ այս կոռուպցիան ամբողջությամբ վերացել է Հայաստանի Հանրապետությունը, բայց համեմատել այսօրվա իրավիճակը միջ 2018 թվականի հետ, դա անհամեմատելի է։ Իհարկե, կան խնդիրներ, եւ մենք բարձրացնում ենք, որտեղ պետք է քննադատում ենք իշխանությանը, որ սա պետք է անել, նա պետք է անել, բայց համեմատել դե կներեք էլի, որ մենք էլ, չգիտեմ, հիշողության խնդիր չունենք։
Շատ հաճախ փորձում են նաև այսպես նախկին իշխանությունների հետ համեմատել, գիտեք, բարբերաբար խոսում են մարտի 1-ի մասին, հունիսի 12-ին, եթե կհիշեք այդ ակցիաները Բագրատ Գալստանյանի, միանգամից ընդդիմությունը որակեց դա, որ տեսեք, դուք եք մարտի 1 անում այնինչ խոսում եք մարտի 1-ից։ Այսինքն սա հստակ միտում ունի, որ նախկինների հետ նույն նշաձողի վրա դնեն ներկայիս իշխանությունների։ Հիմնականում նպատակը դա, որ ապացիա առաջացնեն հասարակության մեջ, որ բան չի փոխվել, վերջերս թեկուզ այդ մեծ բանավեճի ժամանակ այդ Մայր Հայաստանի ներկայացուցիչները խոսում էին, որ 2018 թվականի իրենք ձևակերպված այսպես կոչված հեղափոխությունը իրենց ձևակերպմամբ մարդիկ իզուր գնում էին, փոստեր էին փակում եւ այլն, սա է իրենց նարատիվը։ Իրենց հիմնական ուղղությունը նրան է, որ հեղափոխություն չի եղել, պետք չէր այդ հեղափոխությունը, ինչ եղավ ավելի վատ եղավ, դրա պատճառով մենք կորցրեցինք Արցախը, իրենց պատճառով մենք կորցրեցինք մեր դաշնակցին եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ իրենք փորձել են հնարավորինս դրանից խոսել եւ իրենց սպասարկող մեդիաներն էլ, այդ թվում Սպուտնիկ Արմենիան, կտարածեն այդ ամենը։ Դրա համար պետք է օգտագործել եվրոպական օրինակը, մոլդովական օրինակը, փակել նմանատիպ լրատվականները, այդ խոսող բերաները, որպեսզի նաև փրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ականջները այդ աղբից։ Շնորհակալ եմ, պարոն Բլեյան։ Սիրով։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոտ Բլեյանի հետ։ Կհանդիպենք։